Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի կոնյակ եկրամասում աճեցված խաղողից։ Փաստորեն դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջև խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ գրեթե 20 տարի։ Կոնյակ անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռևս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով Եվրամիությունն Հայաստանին 3 միլիոն եվրո գումար կտրամադրեր։ Հայաստանը պետք է դադարեցներ հայկական կոնյակի համար կոնյակ անվան կիրառությունը, այդ գումարով կազմակերպեր եւ մշակեր հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդեր ու խթաներ դրա օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպեր հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։ 2021 թվականից ակնհայտ որևէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ հնարավոր է բարկացրել է եվրոպացիներին։ Հրապարակ թերթը գրում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ազգային ժողովում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր են հպանցիկ քննարկվել։ Չնայած ԳՇ-ում մեր տեղեկություններով գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը, համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկ էր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը ըստ իշխանական հաշվարկի մոտ 10,000-ի մասին է, սակայն վստահեցրել է, որ 1.5 տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է հոկտեմբերի 25-ին Հովանավանքում Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում Արագածոտնի թեմի հոգևորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։ Հոգևորականներից մեկին նստեցրել են մեքենա եւ վարել 100 մետր Հովանավանքից անհասկանալի ուղղությամբ։ Տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի Հովանավանք գալուց եւ Ստեփան Ասատրյանի կազմակերպած պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգևորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովանավանք։ Այս իրավիճակին զուգահեռ փաստաբան Արա Զորաբյանը հայտնել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փարեն քահանա Արաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան վաղ առավոտյան գնում էր Սաղմոսավանք, սուրբ եւ անմահ պատարագ մատուցելու։ Առաջին անգամ փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան, որ ուղեկցող մարդիկ կան, հեռացան։ Ոստիկանների պնդումները 100% գնալու ենք էդ անվիճելի է, դադարեցին Տեր Փարենի համառության շնորհիվ եւ իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովանավանք։ Սակայն մինչ Տեր Փարենին հավատացելու հանգիստ են թողել հոգևորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն քաղաքացիական հագուստով անձիկ ըստ էության իրավապահները հոգևորականի են մեքենայով առևանգել։ Ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի համաձայն Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձիկ մեքենային նստեցրել մոտ 100 մետր տարել են ու երբ համոզվել են, որ նա Հովանավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։ Իրավունք թերթը գրում է, պարզվում է եկող կիրակի կրկին Հովանավանք այցելելու Փաշինյանի հորդորը խորը արմատներ ունի։ Ասում են վերջինս այդ կերպ ուզում է հասկանալ, թե մաքսիմում ինչ ռեսուրս ունի ու արդյոք այդ ռեսուրսով զինված կարող է վեհարանը գրավել։ Բայց մինչև կիրակի էլ ժամանակ է տվել իրավապահներին, հոգևորականների վրա նոր կոմպրոմանտներ հավաքել, որ պետք եղավ վերջին պահին սլիվներ անեն։ Հրապարակ թերթը գրում է, պարզվում է ՔՊ-ում
պետության վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետք է ընտրենք բազում ԿՊԱ-ականներ, ինքն առաջադրվել են Գևորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ։ Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն 2 հոգի է առաջադրվել՝ Գևորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը։ Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի, համակրանքին ասացին, որ աշխատակազմի ղեկավարները որպես կանոն գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միակը չէ, որ իրավապահների տեսադաշտում է։ Ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի համաձայն առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում որոշ բուերում, որտեղ օպերատիվ գործողությունների արդյունքում ի հայտ են եկել աղմկահարույց փաստեր։ Թե ինչ փաստերի մասին է խոսքը եւ որ համալսարաններում այս պահին այն չենք հրապարակում։ Նախաքննությանը չվնասելու համար կսպասենք զարգացումներին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Իրավունք թերթը գրում է մոտ օրերս նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում պետական ապարատում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն։ Վերջինս նոր ժերտվաների ցուցակ ունի ապացուցելու համար, որ իր յուրայիններին անգամ չի խնայում ու այդքան ժողովրդավար է։